Արդեն 20 օր է, ինչ իրավապահ մարմինները փորձում են գտնել 2-ամյա Տիգրանին, թեև այս օրերին որևէ առարկա կամ իր չի հաջողվել գտնել գետից, որը կվկայեր փոքրիկի գետում լինելու մասին, այդուհանդերձ որոնումները շարունակվում են։ ՆԳՆ խոսնակը Փաստինֆոյի հետ զրույցում նշել է, որ նման երկարատև որոնումներ գետում չի կարողանում մտաբերել, բայց և վստահեցրել է որոնումները դադարեցնելու որոշում չկա, դրանք կշարունակվեն։ Նրա փոխանցմամբ ճիշտ է, գետն ընկնելու վարկածը համարվում է ամենահավանականը, բայց մյուս վարկածների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում և որոնողափրկարարական միջոցառումներ կատարվում նաև ցամաքում։ Հիշեցնենք, որ փոքրիկ Տիգրանի գտնվելու վայրը անհայտ է մայիսի 4-ից։ Այս օրերին որևէ մեկը կապ չի հաստատել նրա ծնողների հետ, գումար չեն պահանջել։ Գիշատիչի կողմից հարձակման հետքեր ևս չկան, ինչպես նաև գետից չի հայտնաբերվել նրան պատկանող որևէ իր։ Նշենք, որ ավելի վաղ 2-ամյա Տիգրանի հայրը Արթուր Մանուկյանը կեղծ է որակել դրամահավաքի մասին տեղեկությունները։ Չգիտեմ էդ սայթերով, յութուբով դնում են, թե ծնողներից էսքան գումար են պահանջել, դրամահավաք են անում։ Ժողովուրդ ջան, չկա նման բան, ապա տեղեկատվություն է, մի հավատացեք, ասել է Տիգրանի հայրը։ Նա նշել է նման բան լինելու դեպքում ինքն անձամբ հայտարարությամբ հանդես կգա ու խնդրել է, որ որևէ մեկը գումար չփոխանցի։ Փոքրիկի որոնողական աշխատանքները շարունակվում են գետի ողջ երկայնքով։ Գետի ջրամբարի ջուրը շատ պղտոր է, տեսանելիությունը ցածր, աղբը շատ է, ինչը խանգարում է որոնողական աշխատանքներին, բայց ամեն դեպքում բոլոր հնարավոր սարքավորումներով փրկարարները որոնումներ են իրականացնում պղտոր ջրում, միջոցառումներ իրականացնում, փորձելով ինչ-որ հետք հայտնաբերել։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր ներքին գործերի նախարարության Կոտայքի մարզի փրկարարական վարչության պետ Գևորգ Սեթրակյանը։ Ամեն դեպքում ներկա պահին արդյունք չունենք, ցավոք արձանագրել էր փրկարարը, նշելով, որ հատուկ սարքավորումների միջոցով ջրի մեջ կատարում են նկարահանումներ։ Կասկածելի որևէ առարկա նկատելու դեպքում սուզվում են ջրասուզակները, ուսումնասիրում յուրաքանչյուր քար ու թուփ։ Երեխայի հագուստից հնարավոր է խոռոչում արմատից կառչած լինի ու կարողանանք ինչ-որ բան գտնել, ասել է Սեթրակյանը։ Նրա խոսքով անցած օրերի ընթացքում շատ տարբեր իրեր են հայտնաբերվել, բայց ոչ մի բան, ոչ մի շոր, կտոր կամ կոշիկ չի վկայել երեխայի գետում լինելու մասին։ Փրկարարները ևս տարակուսած են, պետք է որ արդեն հայտնաբերած լինեին փոքրիկին, բայց ոչ, մինչ այս պահը ոչ մի լուր չկա։ Գետում որոնողական աշխատանքներին զուգահեռ մեծ ուժեր են ներգրավվել նաև անտառամերձ հատվածներում։ Կինոլոգիական խմբեր են ժամանել, բոլոր վարկածները, որ առաջ են քաշվում, ուսումնասիրվում են, իրականացվում են միջոցառումներ, որ ինչ-որ արդյունքի հասնեն։ Սակայն մինչ այս պահը որևէ հետք չհայտնաբերելը դեռ չի նշանակում, որ կարող են բացառել օրինակ գետի վարկածը կամ անտառամերձ հատվածների վարկածը կամ օրինակ առևանգման վարկածը, այդպիսի բան չենք կարող ասել, որովհետև դեռ միջոցառումները շարունակվում են թե մեր, թե ոստիկանության կողմից։ Աշխատանքները անժամկետ երկարացվել են ՓԾ տնօրենի հրամանով, նշել էր Սեթրակյանը։ Որոնողական աշխատանքներին մասնակցող փրկարարներից մեկն էլ պատմել էր, որ որոնումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև հրամանատարները որոշում չկայացնեն։ Նույն կազմով ներգրավված են փրկարարներ, ինչպես առաջին օրերին ներգրավված են եղել, ասել էր նա, ավելացնելով, որ որոնումները կատարվում են բոլոր ուղղություններով։ Տեղադրված են ցանցեր, որոնք օրը 2 անգամ բարձրացնում և ստուգում են։ Հնարավոր է գետը ուժեղանա, բերի ու մենք կարողանանք նկատել, նշել էր նա, ընդգծելով, որ 12 տարվա իր աշխատանքային փորձի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ որոնումները նման երկար ժամանակ են տևում։ Նա նաև նշել էր, որ հնարավոր բոլոր վարկածները շարունակում են ուսումնասիրել այնքան ժամանակ, քանի դեռ երեխային չեն հայտնաբերել։ Նշվում է, որ երեխայի կոշիկ, հագուստ հայտնաբերվել է, բայց կոնկրետ տղայի չի վերաբերվում։ Նկարները ուղարկել են ծնողներին, սակայն իրենք էլ արդեն գիտեն, որ դրանք երեխայինը չեն։ Փրկարարը նաև նշել էր, որ արդեն ինքն էլ ինչ-որ չափով սկսել է քիչ հավանական համարել, որ երեխան լճում կլինի։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարականով Մարմարիկում 2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի։ Armenpress-ի փոդքասթի տաղավարում այս մասին ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի կորելու ցավալի դեպքին։ Նախարարը վստահեցրել է, երբ ստացել են ահազանգը, անմիջապես թե փրկարարական, թե ոստիկանական աշխատանքները սկսվել են։ Մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը հաշվի առնելով փոքրիկի տարիքը։ Այս տրամաբանության մեջ կարող էին լինել մի շարք վարկածներ։ Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը։ Մինչ այս պահը աշխատանքներում ներգրավված է եղել շուրջ 1240 փրկարար և շարունակում է ներգրավված լինել, ասաց Սարգսյանը։ Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից հարցը դիտարկվել է որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում։ Սարգսյանը վստահեցրեց, մանրամասն դիտարկել են բոլոր վարկածները, թե փոքրիկի գետն ընկնելու վարկածը, թե նաև հնարավոր այլ վարկածներ հանցանքի տրամաբանության մեջ, առևանգում և այլն։ Բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձել։ Այս պահի դրությամբ շարունակվում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը։ Բնականաբար սա չի նշանակում այլ վարկածներով չզբաղվել, անգամ ամենափոքր աննշան տեղեկատվությունը, որը մեզ կարող է թույլ տալ մտածել, որ միգուցե այլ վարկած ևս կա, որը կենսական է, ուսումնասիրում ենք և ըստ այդմ բոլոր վարկածները պարբերաբար վերանայվում են և դառնում են նոր քննության առարկա, ասաց նախարարը։ Բոլոր վարկածները մանրամասն դիտարկվել են, թե փոքրիկի գետն ընկնելու տարբերակն է դիտարկվել և թե նաև հնարավոր այլ վարկածները հանցանքի տրամաբանության մեջ, առևանգում և այլն, բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձվել մեր կողմից և իրավապահ համակարգի կողմից առհասարակ։ Այս պահի դրությամբ շարունակվում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը։ Տարածքը նաև ուսումնասիրել են անօդաչու թռչող սարքերով, այս պահի դրությամբ որևէ դրական ելք չկա։ Սարգսյանը նշեց, որ ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում այնպիսի լուծաչափի, որը թույլ կտա որևէ շոշափելի տեղեկություն ունենալ։ Այս առումով ևս դրական արդյունքներ դեռևս չկան, աշխատանքները շարունակվում են։ Որպես կանոն որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, սակայն այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնել այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ, Armenpress-ի փոդքասթի տաղավարում նշել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։